Վերջիկ բեի հետևից է։ Եկել էի որ փոխանցեի քեզի։ Ես մնայ վերկա։ Ավետի։ 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 Անդեղ ենք եղել մեր երկրի համար ու ինչ ելնի ազատության մեջ ելնենք, նեղության մեջ ելնենք, բոլորս շարունակում ենք պայքարել մեր երկրի, մեր ազատության, մեր ժողովրդի, մեր ազգի համար։ Իմ անունը մոռացեք, ես դուսն եմ։ Պայքար մինչև վերջ։ Գոր ջան, իսկապես մեր պայքարը Գոր ջան, բոլորիդ անչափ շնորհակալ եմ, ձեր ցավը տանեմ, ապրեք, մեջքից կանգնած եք եղել, ձեր ցավը տանեմ, ապրեք շատ։ Ցավը տանեմ, Բանտում գիտեք ինչ են ասում դրա, սաղ իրար ասում են քո սրտին մեռնեմ, քո սրտին նորից է սա։ Շալաբյան Սնակը կողտրեցի Սարա 24 նյուզի հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ ուղիղ եթերում աշխատում էինք Երևան քաղաքի առաջինատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի շենք Ավետ նստավայրից, այսօր այստեղ կայացավ Հայաքվե նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի գործով առաջին դատական նիստը, դատավոր Դավիթ Բալայանը որոշում կայացրեց Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնել եւ որևէ խափանման միջոց չկիրառել։ Հիշեցնեմ, որ պաշտպանները նշել էին, որ պատրաստ են 15 միլիոն դրամ գրավ ներկայացնել, իսկ հանրային մեղադրողը պահանջում էր, որպեսզի Ավետիք Չալաբյանի խափանման միջոց կալանքը երկարաձգվի եւս 2 ամսով, պատճառաբանելով, որ փախուստի ռիսկեր են առկա։